Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես տեղի ունեցավ վաղար շաբաթի հայտնի ընտրությունները, եւ այս ընտրությունները բնականաբար մտորելու տեղիք են տալիս։ Չէ, ես հերո եմ այն մտքից, որ չգիտեմ, ԿՊ-ն ջախջախեց, այն մնացածը ջախջախվեցին, այն մնացածը ջախջախված էին։ Այստեղ է խնդիրը, որ այսպես կոչված ընդդիմությունը չի ուզում հասկանալ մի բան։ Վերեք յուրաքանչյուր 3 տարանի մեկին, դա կլինի B-ով սկսող թե G-ով, նոր շորեր հագցրեք։ Մեջինը նորից են բնե կամ գնե։ Հիմի բոլոր այդ ընդդիմադիրները սնվում են մի երկու աղբյուրից՝ Դաշնակ Պարագլուխներ Քոչարյան, Ռոբերտ Սերժիկ Սարգսյան եւ էլի մնացած խաժամուժներ սկզբունքորեն, ովքեր ժամանակին նպաստել են, որ մեր երկիրը հասնի այս վիճակին։ Հիմա այս մարդիկ սրբի տեսքով եկել են։ Մեջինը նորից նույն մարդիկ են։ Ժողովուրդը դա տեսնում է։ Եվ այս տեսնելու արդյունքում է, որ պարզապես չի ընտրում, չի ուզում, ժողովուրդը չի մոռանում։ Ինչու՞, հնարավոր էր այլ տեսակի փոփոխություն մոտեցում, հնարավոր էր, եթե վերջինները ազնիվ լինեին, շիտակ լինեին եւ ասենք իրենց սխալների համար ես մի օր մի նախկին պաշտոնյայի ասացի, լսիր, եթե ուզում ես, որ դուք ընտրություններում հաղթեք, արի մի հարցազրույց անենք։ Ասա, որ ժողովուրդ, ես ինձ հանցագործ եմ զգում։ Ես նպաստել եմ, ասենք, բանակի թալանին։ Ես արել եմ սա, պատրաստ եմ դատվելու, բայց խնդրում եմ, օգնեք, որ երկիրը այս օրին չհասնի։ Դեռ 18 թիվը չէր եկել, դեռ շատ ավելի շուտ էր։ Օգնեք, ես պատրաստ եմ պատասխան տալու, ես սխալվել եմ, բայց պետության խնդիրն է։ Որևէ մեկը այդ նախկիններից այդպիսի մոտեցում չդրսևորեց։ Ահա պատճառների պատճառը, որ մարդիկ չեն մոռանում, ասում է, ես մեկ անգամ հայմատել եմ շունն ու կատուն, ասել եմ շունը ժողովուրդն է։ Ազնիվ շիտակ, որ մի գարա մորթի է չարել, բերել է կատուն էլ ճոններ, տվել է կատվին, սա էլ մորթին դուրն եկել է իր գլխին է դրել։ Ու ասում է այդ օրվանից միջև օրը շունն այդ բանը չի մոռանում։ Ժողովուրդը գուցե ինչ որտեղ ասում են կար չիշողություն, չէ, բայց երբ գալիս է ժամանակը, պարզապես նայում է, ասում է, չէ, երեք դու չէիր այս վատ բանն արել։ Այստեղ է խնդիրների խնդիրը։ Այդ ընդդիմություն կոչված, այդ դաշտը մաքրեք։ Հենց որ այդ դաշտը այդ տեսակից, այդ ստոր տեսակից, ովքեր նպաստեցին, որ մենք Արցախ կորցնենք, որ մենք զինվոր կորցնենք, որ մենք բանակ կորցնենք, որ մենք թուլանանք, որ մենք ինքնասիրությունը տրորված շարունակենք ապրել, որ մեր հանցագործներին Բաքվում են դատում Ռուբեն Վարդանյանին Հանեմ Արանքից եւ այն մի քանի ազնիվ տղերքին, ովքեր պարզապես ռուսների ձեռամքերի ինքան։ Սա հարցերի հարցն։ Հաջորդ հարցը վեհը գրող ինստանի կտրիչը, կրտիչը պատկերացնում եք կաթողիկոս, համայն հայոց, հələ բարձրաձայն եք, համայն հայոց վեհապարը մի քաղաքում, մի փոքր տարածքում այնքան վեհ չի, որ մարդիկ հարգեին եւ ասենք թե հանուն կաթողիկոսի ատեին գործող իշխանությանը եւ ընտրեին կաթողիկոսի, ասեին սա հոգեվոր է։ Ցավոք սրտի դա հոգեվոր է, հոգեվոր չէ։ Այդ հոգեվորը հիմա պիտի հասկանա։ Այդ իրա վեղարնա, փիլոննա, ինչա վեր դնի, կորչի գրողի ծոցը։ Այդպիսի կաթողիկոս, ով մի գրամ հարգանք չունի մի փուչուր քաղաքում, անունն էլ համայն հայոց, այս վիրավորանքը, այս էլ հաջորդ կետը, դուք պատկերացնում եք, մի պահ, այսպես թափ նայեք հայելուն, քու տան տղամարդը դու ես, ում եք էլ պարզվում է, որ քու ընտանիքը թքած ունի քու ուղղությամբ, դու ով ես։ Ընտանիք է, տուն է, կարող է մի բան էլ, մի հարցի շուրջ էլ բանավեճ լինի, բայց երբ դու տեսնում ես, դու ոչ ոք ես քու տանը, գլուխդ առնում ես ու կորչում։ Ինչն ես սխալ արել, շատ բան, որ այդպես է։ Հիմի նույնն է այդ վեհ կոչվածին, կաթողիկոս կոչվածին։ Դու գետինը չես մտնում, էջմիածին։ Աստծու միածին որդին իջավ, այդ օրվանից դարձար Սուրբ Էջմիածին, չգիտեմ, վաղոյի վաղաշաբաթ եւ այլն, դու գոյություն չունես։
հասարակությունը թքած ունի քո ուղղությամբ, քանզի դու թքել ես մարդկանց հոգու մեջ։ Ու սա էլ մի պատճառ, որ դուք երբեք չեք վերարտադրվելու։ Էջմիածնում կամ վաղար շաբաթում կամ այդ մեծ ընտրություններում ժողովրդի 50%-ից ավելը չմասնակցեց ընտրությանը, չեկավ ընտրատեղամաս։ Էս էլ իշխանությունը թող ականջին օղանի են, որ գորգորում են թութքից տարապողի պես, աման հաղթեցինք, կրեցինք, ջախեցինք, չէ։ Ուրեմն դուք ինչքան եք հիասթափեցրել մարդկանց, որ այդ մարդկանց ընտրողների կեսից ավելը, թեկուզ հալալ կեսը, չեն եկել ընտրությունների։ Եվ այդ հետ դարձի կամ բումերանգի բանաձևը աշխատեց վաղար շաբաթում, աշխատելու է առաջիկա համապետական ընտրություններում, եթե դուք ձեր հոգու մեջ չնայեք։ Եթե դուք այդ հաղթանակը, որ տեղի ունեցավ, ի զզվանս մնացածի, հանկարծ երկու կիսախորամանկ հայտնվեն ու կարողանան այն 50%-ին տանից հանեն։ Ձեր տակը ոչինչ չի մնա։ Ուրեմն, էս էլ իշխանության բաժինը, որ ինքնասիրահարված ման չկան։ Եվ բոլոր են բացերը, երբ ես բարձրաձայնում եմ, իհարկե որոշ զավրեր, դրանք կամ Նիկոլա զավրեր են, կամ չգիտեմ Քոչարյանա զավրեր են, Սերժաբան, այդ մոլուցկով տարապողները սկսում են հերթով ամենքը իրենց ունեցած սրբերին ճակերտների մեջ պաշտպանել։ Բա գիտեք, չէ, չգիտեմ։ Տեսեք, Մեսրոպ Մաշտոցի նկարը առաջին դասարանի Այբուբենում գոյություն չունի։ Դրա պատմությունը մոտավորապես այսպիսին է եղել, ինչքան ես կարողացա վերջը ճշտել, այդ ոնց է պատահել, որ Մաշտոցի նկարը առաջին դասարանի դասագրքում չկա։ Հիշում եք, չէ, հայտնի ասացվածքը ասում են թազա հավեր են ծնվել, երկաթի ձվեր են ածում։ Այդ գիրք գրողների թազա հավերը, հավիկները, ովքեր այդ գիրքը Այբուբենը կազմել են, մտածել են, որ արա, դե էսի Մաշտոցի նկարը չի։ Կներեք էլի այս լեքսիկոնի համար, բայց ասեմ դες թե ինչ են մտածել, ինչ է տեղի ունեցել։ Մաշտոցի նկարն այլ է, փնտրում են ինչ-որ նկար, պատկերացնեք, արդեն որ ասում է վերջի պահին, պարզում է, որ դա չգիտեմ, իսկի ոչ մի բանի նման չի, ասում են, էսում նկարն եք բերում։ Եվ արդյունքում ասում են, լավ, ինչ կոդով, չգիտեմ, QR կոդով երեխեքը կնայեն այս մեկը։ Եվ տասնյակ հազարներով Այբենարան են տպվում առանց առաջին ուսուցչի նկարով։ Այս դեպքում հարց է առաջանում, ասենք թե դպրոցում, դպրոցական դասագրքում Այբենարանում Մաշտոցի նկարը այլևս մեր տեսած առաջին ուսուցչի նկարը չի, ուրիշ է։ Մատենարարների դիմացի Մաշտոցին են եք փոխելու, ով ավանակաբար արարածներ։ Պատկերացնում եք։ Այսինքն սխալ է տեղի ունեցել։ Լավ, կարող է, չէ, տեղի ունենալ։ Կրթության պատասխանատուները այդ երևույթի համար քեզ բերան ներողություն խնդրեցին։ Չէ, կրթության նախարարը մի անտեր հեռախոս է վերցել։ Չէ, հեսա QR կոդով, տեսեք, ուզում եք Մաշտոցը տեսնել, հես է Մաշտոցը։ Այդ ու կամոչ չունեք։ Հասկացանք սխալվել եք։ Կարող եք եւ սխալվել։ Բայց այս տեսակ մոտեցումը դուք հիմա ինքներդ ձեզ էիք անխելքի տեղ դնում, թե հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը իր բնազդով հասկանում է։ Բայց իրեն երբ որ ուզում են հիմարի տեղ դնել, նեղանում է։ Այդ 50%-ը որ չեկավ, այդ նեղացածության արդյունքն է։
կարմիր կամուրջ են բացում Երևանում, վարչապետը այնտեղ է, այն մականուն ասում են Սիսի է, այդ բանի քաղաքապետի, ինչու է Սիսի, որ Անգլիայում է սովորել, Սիսին Էլիզաբեթին բանին այդ իրանց այդ վերջատրանցն է, էլի, Սիսի քնքուշ բան է, Սիսի են ասում։ Սիսին էլ էր այնտեղ ասում էր, որ կարմիր կամուրջը բացեցինք։ Հայերեն բառակապակցությունը սխալ է գրված, ես տարուց ավելը ասում եմ, էլի պիտի ասեմ։ Եվ Սիսին այնքան ինքնասիրահարված է, քանի որ իրենք թույլ են տվել, դեռ պիտի այնտեղ մնա։ Բա որ այդ կարմիր կամուրջի վրա արգիշտին գար մականը ձեռին ու համարժեք տեղները ցուցաներ այդ մականով։ Մի օր գալու է, այդ ժողովուրդը 50%-ը որ դուրս չեկավ, ձեր սիսիասիրահարված վիճակի համար դուրս չեկավ։ Դեռ տակ եք, չեք զգում։ Բայց հավատացեք ինձ, դուք պատճառ եք դառնալու ու դարձել ժողովրդի հիասթափության ու զզվանքի շատ տեղերում։ Ավելին, ես ասացի, ես Արգիշտի Մեխակյանին չեմ ճանաչում, բայց ես Արգիշտի հորն եմ ճանաչել։ Չարախոսում էին շատերը, վայ, իրա հոր արածը ուրացավ։ Ամենացավալին ինչ է, Արցախցի ընկերներ ունեմ, նաև ռազմական գործից հասկացած ընկերներ ժամանակին, նրանք էլ են դա ասում։ Այս մարդիկ չեն ասում Քոչարյան Ռոբերտ, ընտանիքդ պաղծված է, դու պաղծել ես Հայաստանը, դու ծախել ես Արցախը, ստոր Արարած, և դաշնակ պարագլուխներ, և իրենք իրենցից չեն սկսում, որ ես ինչ արեցինք մենք, այս անասունները խապեցին, մենք սիրով խապվեցինք, այո արցախցիները սիրով խապվեցին, Աստված էլ է Ղարաբաղցի, ասին ու ցի եղան։ Հիմա այսօր Արգիշտին վիրավորում են, ես Արգիշտի չեմ ճանաչում, բայց ամեն մարդ իր գենեի կրողն է։ Քոչարյան Ռոբերտ, Լևոն ու Սեդրակ Քոչարյան։ Սերժիկ Սարգսյան և իր փեսեքը։ Տեսեք ինչ գործեր են արել և անում։ Արգիշտին Մեխակ Մեխակյանի տղան չի կարող ազնիվ չլինել։ Եվ ժողովուրդը, այսպես ասած, նմանության բանաձև ունի, երբ հայրը որդի իրար նման են ու հայրը կարգի մարդ է, ժողովուրդն ասում է, այս ինչքան են իրար նման, ոնց որ խնձորը մեջտեղից կես արած։ Եվ երբ գարշելի է լինում հայրը, տան էլ իրեն նման է, ասում են, այս ինչքան են իրար նման։ Ոնց որ սելի անիվը թրիքի վրով անցկացած, կեղտի հետ են համեմատում, վատ մարդուն ու իր զավակին, նմանության իմաստով, ժողովուրդը միշտ իմաստուն է։ Թաց ու չորը իրար խառնելով, փորձում են պղտոր ջուր ստեղծել ու այդ պղտոր ջրում ձուկ բռնել։ Բայց այնքան պարզ է, ազնվություն պիտի ունենան, բոլորը, գործող իշխանությունից սկսած, նախկիններից ավարտած, կամ հակառակը։ Այդ ազնվության պակասը բերեց հասարակության անտարբերությանը վաղարշաբաթի ընտրություններում և այդ ազնվության պակասը շարունակելու է քանդել մեր երկրի տունը։ Ինչու պիտի ասենք 50%-ի համար միևնույնը լինի, գնամ ընտրության, թե չգնամ։ Իրենք չեն ապրում այդ քաղաքում ու այդ տարածքում։ Հոգնել են ստից։ Նախկինների բոյը չափած ունեն, ներկաներն էլ իրենց պահում են ինքնասիրահարված պինգվինի նման։ Այս ազդակը կուզեմ բոլորը լսեն։ Դե ընդդիմություն կոչված եթե տեսքով է լսի չլսի միևնույնն է, դրանք ոչ միտեղ չեն գնում, իշխանություն կոչվածը թող իրեն այնպես պահի, սիսիաբարո չպահի, այնտեղ չկեղտոտի, հետո այդ կեղտից մի քիչ հեռու մի ծաղիկ դնի, ասի, դες ծաղիկ եմ դրել, բա կողքի քյով սկսողը, կեղտը։ Աղբի մեջ ծաղիկ չեն դնում։
ինքնասիրահարված չեն ապրում։ Երկիրը մարդկանց հատկապես չեն հիասթափեցնում։ Երկիրը մարդով է երկիր։ Այդ մարդիկ երբ հանկարծ ասում են ես չեմ գնա ընտրության, դու սաղի էսն ու այնը, արդեն սկսվում է քանդման process-ը։ Այնպես ինչպես ժամանակին սկսեցին ուսուցչուհուն ընտրակեղծարար դարձնելով, Քոչիկի, Սերժիկի, դաշնակների մասսաններով կուսակցական էին դարձնում, պայմանը մեկն էր, ընտրություններում մեզ ձեն գտաս, այնպես չի որ ես իշխանությունները սուրբ են կան սուրբ են դառնալու, չէ՞։ Այդ հիասթափեցնող պահվածքը ոչ միտեղ չի տանելու, դուրներ է գա, թե չգա։ Ամեն ինչ լավ է լինելու, բայց հիշեք, այնպես արեք, որ դուք լինեք, թե չէ ավելի լավ է լինելու, կհանդիպենք։